Ողջույն գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդաշարերը։ Այս պահին թարմուղեղով զրույցն եք լսում կամ դիտում, իսկ իմ թարմուղեղով զրուցակիցը Ջուլիետա Ազարյանն է, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր եւ կրթության հանձնաժողովի անդամ։ Ես հատուկ չեմ նշում ամբողջությամբ անվանումը, որովհետեւ բավականին երկար է, մենք շատ հարցեր ունենք քննարկելու, դրա վրա ժամանակ չծախսենք, բարև ձեզ։ Թարմում է ուղեղով ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, Տիկին Ազարյան։ Այ քննություններից սկսենք, որովհետև հունվարը այդ մասով էր աչքի ընկնում հատկապես ու դժգոհություններ մենք նկատեցինք վերջին շրջանում ծնողների կողմից, հենց քննություն հանձնող երեխաների կողմից, ովքեր նշում էին, որ թեստերի մասով ինչ որ խնդիրներ են եղել։ Եվ երկրորդ անգամ է անցկացվելու։ Ինչ խնդիրներ են եղել, ավելի մանրամասն փորձենք հասկանալ ինչու է դա տեղի ունեցել առհասարակ։ Կարծեմ անգլերենի հետ կապված։ Այո, իհարկե խորապես ծանոթ չեմ հասցրել ծանոթանալ խնդրին, չեմ զրուցել այս մասին, ոլորտը համակարգող փոխնախարարի հետ, այնուամենայնիվ որքանով տեղյակ եմ, տեխնիկական եւ նաեւ որոշակի բովանդակային խնդիրներ են ի հայտ եկել, անճշտություններ եւ նույնականացման խնդիրներ են առաջացել, ըստ որի ենթադրում եմ, ելի եմ կրկնում, քանի որ չեմ զրուցել առայժմ եւ այս ինֆորմացիան չի կարող 100%-ով հավաստի լինել, իմ ունեցած տեղեկությունների համաձայն, գուցեև առաջիկայում ունենանք կարելի ասել նոր քննություն, այս դեպքում ոչ թե վերաքննություն ուսանող դիմողների համար, սովորողների, այլ քննություններ հաշվի առնելով արդեն իսկ խոթանները։ Առհասարակ ընթացակարգը ինչպիսին է, ինչ փուլերով պիտի անցնի այդ թեստերը, որպեսզի իրանք ամբողջական տեսք ունենան ու վերջնական հաստատում նախարարությունն ատալի ոնց հարի։ Իհարկե այստեղ մեծ չափաբաժինը կարելի ասել առյուծիկ բաժինը ԳԹԿ-ին է ուղղված եւ սլաքները ուղղվում են դեպի ԳԹԿ, որովհետեւ բովանդակային առումով բնականաբար այս կտորը վերաբերելի է ԳԹԿ-ին եւ իհարկե ինչ այստեղ գալիս փորձեցի այնուամենայնիվ այս մասով ունենալ ինֆորմացիա, ինչը չհաջողվեց, բայց հավելյալ ինֆորմացիայի դեպքում արդեն իմ Facebook-յան էջում ես կհրապարակեմ խոսքը ինչի մասն է, որտեղ ինձ եւս դիմել են տարբեր կարելի ասել սովորողներ, 2-3 սովորողներ դիմել էին այս հարցով 2 օր առաջ, 1 օր առաջ, ենթադրում եմ զուտ բովանդակային մասով որոշակի դետալներ շտկման կարիք ունեն եւ կարծում եմ նորմալ է, բնականաբար այն process-ը, որը տեղի է ունենում, նաև եթե տանում ենք դեպի օրինակ ատեստավորման այս ատեստավորման կոնցեպտին ենք երբ հղում տալիս եւ հիշում, դա բարեփոխում է եւ բարեփոխում ինչի մասին, արդեն բառը հուշում է, չէ՞, բարեփոխում, որը լավ բանին է միտված եւ որի պիլոտային, սաղմնային փուլում, երբ այն կիրառում ենք, գործարկում ենք, բացառված չեն եւ նույնիսկ նորմալ է, որ առաջանում են խնդիրներ, ինչու՞ չէ բովանդակային, ինչու՞ չէ մեծ մասը, ավելի շատ մեծ մասը տեխնիկական, եղել է նաեւ ատեստավորման ընթացքում շատ ահազանգեր ենք ստացել, որ X անճշտությունն է տեղի ունենում եւ ամենակարևորը, երբ ահազանգը հնչում է, ահազանգը հասնում է հասցեատիրոջը, հասցեագրվում է եւ որը հետևանք է ունենում դրական իմաստով, այսինքն չի գնում ինչ-որ մի պատի այդ աղմուկը, կպնում եւ ընկնում գետնին, դրանք հետևանքներ են ունենում, վերանայվում են, աշխատանքային խմբեր են ձևավորվում, որոնք ոչ միայն բովանդակությանն են մի հատ աչքի տակով բովանդակությունը նորից աչքի տակով անցկացնում, որովհետև իսկապես տարբեր ուղղություններով, տարբեր մասնագիտական քիմիա, ֆիզիկա, ռուսաց լեզու, լեզուգրականություն, տարբեր ահազանգեր ենք ունեցել, որ եւ իրականում գիտեք իսկապես վերանայել է նախարարությունը։ Այս բոլոր ահազանգերը կարելի ասել գեներացվել են եւ ընթացքում իսկապես եղել են, ես գիտեմ, որ եղել են առաջարկներ եւ դիտողություններ նաեւ, որոնք հաշվի են առնվել եւ լրամշակվել են եւ կարելի ասել լավարկվել են։ Ընդհանուր առմամբ այն ձևաչափը։ Եվ քանի որ խոսեցի այս մասին, ներողություն եմ խնդրում, քանի որ խոսեցի այս մասին, ատեստավորման, այս ռեֆորմի գործընթացի մասին, ուրախությամբ պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում
կարող ենք ասել, որ ամեն երրորդ ուսուցիչը այժմ ատեստավորված է եւ ընդհանուր առմամբ կրթական ոլորտում միջին աշխատավարձը 85%-ով բարձրացել է։ Սա կարծում եմ շատ դրական ազդակ է, դրական, մեսիջ է, այն իմաստով նաև որ մոտիվացիա պիտի դառնա այն ուսուցիչների համար, ովքեր այս ճանապարհով երկմտում են, տեղ-տեղ վախենում են եւ այդ քայլը անելու ճանապարհին են։ Ես կարծում եմ, որ այս նորությունը իրենց համար պիտի որ դառնա դրական մի հատ ազդակ, որ իրենք վստահ գնան այս ճանապարհով եւ որ ամենակարևորն է, ես սա մշտապես ասում եմ իմ խոսքում, որ պետությունը այս դեպքում կառավարությունը այնպիսի ռեֆորմ է ստեղծել, որով թույլ է տալիս, որ ուսուցիչը որոշի, որքան պիտի իր աշխատավարձը լինի։ Այսինքն դու պետությունը չի ասում, այսքան է քո աշխատավարձը եւ վերջ, դու գնում ես մի ճանապարհով, որտեղ քո գիտելիքների թարմացման, վերազինման ճանապարհին դու որոշում ես, թե քո բալերի արդյունքում կարծում եմ բարձ է ինչի մասն եմ խոսում, որքան աշխատավարձ կստանաս հետագայում։ Այսինքն այստեղ եւս թողել են ուսուցչի վրա հայեցողությանը եւ ես կոչ եմ անում մեր ուսուցիչներին, որ ոչ թե մի օր խոսենք, որ ամեն երրորդ ուսուցիչն է ատեստավորված արդեն Հայաստանի Հանրապետությունում, այլ ամեն երկրորդը եւ յուրաքանչյուրը։ Այսպես քանի որ սահուն անցում կատարեցինք այդ փուլ եւ աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկեցինք, դուք առաջ բերեցիք, այս մասով ես ինձ իրավունք վերապահեմ հնչեցնել դասավանդիր Հայաստան ծրագրի անվանումը, որովհետև իրենք վաղուց որդեգրել էին դա եւ տարիներ շարունակ իրենք առավել քան բարձր աշխատավարձ էին միշտ վճարում ուսուցիչներին ու հիմնականում մարզերում էին փորձում խնդիր լուծել։ Արդյոք նախարարությունը ձեր հանձնաժողով որևէ կերպ դուք համագործակցում եք նրանց հետ։ Ես այս պահին իրենց անունը գիտեմ այդպես լուրջ հանձնաժողովի, այսինքն այդ շրջանակում ամեն դեպքում սա իմ բանն է, տեղեկությունն է, որ ամեն դեպքում չունենք համագործակցություն, ես առնվազն որպես կրթության հանձնաժողովի անդամ, կրթության գիտության եւ այլ հանձնաժողովի անդամ չունեմ որոշակի հարաբերություններ այս դաշտում, բայց քանի որ խոսեցիք սահմանամերձ նաեւ գյուղերում, այսպես ասած, խթան, մոտիվացիա որպես գրավիչ գործիք դարձնելու միջոց, պիտի ասեմ, որ մարզերում շատ ավելի մեծ է այս ցուցանիշը։ Մարզերում մեր ուսուցչական համայնքը շատ ավելի շահագրգռված է եւ ավելի մեծ թափով է գնում այս ուղղությամբ եւ ընդ որում նաեւ պիտի ասեմ, որ բարձր աշխատավարձները երբ նայում ենք պատկերը արտացոլված, ավելի մեծ տոկոս է կազմում, այսինքն մարզը կարծում խիստ անհատական, շատ ինդիվիդուալ կարող է լինել, որովհետև խոսում ենք անձերի եւ խոսում ենք նաեւ տարբեր մասնագիտությունների տիրապետող մարդկանց մասին, այս դեպքում ուսուցիչների, չեմ կարող ասել ինչով է որ այս ֆենոմենը ինչումն է կայանում, բայց շատ ավելի բարձր աշխատավարձներ, ովքեր հաղթահարել են այս շեմը կամավոր ատեստավորման, շատ հաճելիորեն զարմացնող ցուցանիշներ ունենք մարզերում։ Այս տարվա համար ինչ է նախատեսվում, թվերի աճը որքանով կլինի։ Պիտի ասեմ, որ այս ընթացքում 4000 նոր ուսուցիչ մուտք է գործել, այսինքն ոլորտ, կրթական ոլորտ։ Կարծեմ նախարարը նաև նշում էր, որ մեծ մասամբ երիտասարդներին ինչը գովել է, եթե ես չեմ սխալվում։ Իհարկե, եւ հիմա կգանք նաև սրան, այս կտորին 4000 նոր ուսուցիչ նաև ուրախությամբ պիտի ասեմ, որ այո մուտք է գործել համակարգ գիտության ոլորտում միջինում 200%-ով բարձրացել է աշխատավարձերը։ Երբեք, եթե մենք գնանք 10, 15, 20 տարի հետ եւ նորից հետ գանք մեր օրեր, այս ցուցանիշը ոչ մի տարում մենք չենք տեսնի արտացոլված։ Միջինում 200%-ով բարձրացել է գիտաշխատողներ, գիտական ոլորտում կատարված բարձրացումները։ Եվ խնդրում հարցը հիշեցրեք երիտասարդ ուսուցիչների մասին։ Տեսեք նաև ռազմավարության տեսանկյունից երիտասարդներին մոտիվացնելու մասով Դեն ժամանակ գրավիչ չէր հենց աշխատավարձերի խնդիրն է երիտասարդները չէին ատեստավորման իսկապես գրավիչ գործիք է, որով այստեղ միայն պետք է ունենալ համարձակություն, նախաձեռնող լինել այս ճանապարհին եւ հստակ գնալ կարճ ժամանակում, եթե նույնիսկ կասկածում ես այն գիտելիքներին, որին
տիրապետում ես կամ այսինքն մի հատ refresh-ա, կներեք, բարիզն refresh անելու կարիք ունեն, թարմացում անելու կարիք կա, 2 ամիսը կարծում եմ կոմպետենտ բազային գիտելիքներ առնվազն ունեցող ուսուցչի դասավանդողի համար 2 ամիսը ժամանակ է, որ վերազինի, նոր գործիքներով գնա այս ճանապարհով եւ որոշի իր աշխատավարձի չափը։ Երիտասարդների մասով, քանի որ շատ կարեւոր է, ես գուցեև մոռանայի նշել, տեսեք, մինչ տարեվերջ նախատեսվում է 25 երիտասարդական կենտրոններ ձևավորել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ 14-ը։ Հիմա խոսենք այս մասին։ 14 երիտասարդական կենտրոն արդեն ձևավորված է, արդեն տարբեր համայնքներում իմիջիայլոց մյուս շաբաթվա ընթացքում 4 երիտասարդական կենտրոն է բացվելու եւս Ծաղկաձորում, Հրազդան, տարբեր համայնքներում, որին կփորձեմ ես եւս մասնակից լինել այս հրաշալի նախաձեռնությանը, մինչեւ տարվա վերջ այնինչ խոստացել էր նախարարությունը կհասցնի ավարտին 25 երիտասարդական կենտրոններ կունենանք։ Տեսեք, երիտասարդական կենտրոններ ունենալու մի քանի նախ դրդապատճառներ են եղել եւ ինչին է ուղղված եղել այս նախաձեռնությունը, նախ ինտելեկտուալ, այսպես ասած, ժամանցը համայնքներում ապահովելու համար, կառույցներ, որոնք ոչ թե կլինեն, օրինակ, ես իհարկե չէի ուզում օրինակ, այո, բացի դա օրինակ բերել, օրինակ երիտասարդական կառույցներ, որոնք նախկինում մշտապես ասոցացված են եղել որոշակի կուսակցական ուժերի հետ, օրինակ հանրապետական կուսակցությունը չէ, երիտասարդական կառույցները եւ այլն ունեցել է, որոնք միայն զբաղվել են կուսակցական աշխատանքներով, սա ապա քաղաքական, այսպես ասած, կարող ենք ասել, այլ քաղաքացիական պայմանագրի հետ է կապված։ Բնավ կապ չունի, հիմա հասկանանք, թե ինչպես կապ չունի եւ հնարավոր չէ նույնականացնել կամ փորձել տանել այս ուղղությամբ խոսակցությունը։ Տեսեք, այստեղ մի քանի կտորներ կան եւ ինչպես է աջակցում պետությունը, որպեսզի կայանան, այսինքն այս սահմանային փուլից անցում կատարեն արդեն զարգացման, իրենց կարելի ասել կոնցեպտի եւ մենեջմենթի առումով ընկնեն կոպիտ ասած գծերի վրա, ռելսերի վրա ընկնեն այս կառույցները, թիմերը, որտեղ օրինակ X համայնքում որտեղ կձևավորվի կամ ձևավորվել է երիտասարդական կառույցը, կհոգա օրինակ կառույցի կոմունալ ծախսերը։ Նախարարության կողմից հայտարարված մրցույթը, որը կհաղթի X ընկերություն, օրինակ այս դեպքում լոֆթը բովանդակային մասը իր վրա է վերցրել եւ ապահովելու է բովանդակային մասը, հասկանալի է, չէ, որ այստեղ չկա ոչ մի քաղաքական կետ եւ չի էլ կարող լինել, խոսք չի կարող գնալ։ Երրորդ կտորը կառավարությունը կաջակցի, այսինքն բոլոր այս շղթան, հա, ճանապարհային քարտեզով անցնելու ճանապարհին կաջակցի մնացած դետալների առումով։ Այնտեղ չի կարող խոսք գնալ որևէ քաղաքական խոսույթի, որևէ հանդիպումների մասին, որոնք ուղղված կլինեն որևէ կուսակցության կամ կուսակցությանը, այսպես ասած, աջակցելու կամ լոբինգ անելուն։ Համայնքի խնդիրները վերհանելուն ուղղված կլինեն եւ ընդ որում այս կառույցները ձևավորելուց հաշվի է առնվել երիտասարդների կարծիքը։ Խմբեր են ձևավորվել 30-ից ավել կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, երիտասարդները իրենց կարծիքներն են հայտնել, թե ինչպիսին են պատկերացնում այս կառույցները եւ ուրախությամբ պիտի ասեմ, որ բավականին լավ առաջ է գնում այս process-ը եւ այս կարճ ընթացքում կարծում եմ, որ թվերը շատ ցցուն են, 14-ը արդեն բացվել են եւ կարելի ասել գնում են իրենցունով առաջ, այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ եւ պատկերացրել է նախարարությունը, մնացածը մինչև տարեվերջ մենք կունենանք։ Իսկ Տիկին Ազարյան, այն երիտասարդները, ովքեր չափից դուրս քաղաքականացված են, ինչ է առաջարկում իրենց։ Չափից դուրս քաղաքականացված երիտասարդներն իրականում գիտեք առաջարկելու բան մեծ հաշվով
Եթե խոսում ենք, եթե հղում եք տալիս կուսակցության, եթե հղում եք տալիս պետության, ես այս դեպքում հարցը ճշտման կարիք ունի, հա, մի փոքր որպես կուսակցություն եւ կուսակցության ներկայացուցիչ եք ինձ հարց տալիս, ինչ է առաջարկում կուսակցությունը, թե պետությունը, որովհետեւ եթե կուսակցությունը, այս դեպքում երիտասարդ եթե հետաքրքրված է, եթե երիտասարդը առնվազն հետաքրքրություն ունի դեպի քաղաքական դաշտ, ինքը հայտ է ներկայացնում, լինել որևէ կուսակցության անդամ։ Լինել օրինակ երիտասարդական կառույցի անդամ, ընդ որում կուսակցությունը, որի ներկայացուցիչն եմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, բոլորովին վերջերս ձևավորեց իր կուսակցության երիտասարդական կառույցը, որտեղ ներգրաված են երիտասարդներ, ովքեր ակտիվ հասարակական քաղաքական գործունեություն են ծավալում եւ ընդ որում ոչ միայն քաղաքական, այլ հասարակական կյանքում ընդգծված ակտիվություն ունեն եւ չեմ կարծում, որ ամենակարևոր բաղադրիչը այստեղ լինել քաղաքականապես դիրքավորված որևէ կողմում, այլ նաեւ հասարակական կյանքում որևէ ակտիվություն ցուցաբերել։ Շատ լավ, կա մի հարց, որը կարծում եմ բավականին կարևոր է, վերջին ամիսներին նախարարությունը բավականին ակտիվ քննարկում է դպրոցների մանկապարտեզների շինարարության հարցը։ Ես դպրոցներից մեկում եմ հասցրել լինել, մյուսների մասով շատ ինֆորմացված չեմ։ Շատ կարևոր է, թե ինչ հագեցվածություն պիտի ունենան այս դպրոցները, մանրամասները այդքան էլ կարծում եմ հստակ չկան, ձեզնից եմ ուզում ամեն դեպքում լսել, քանի որ եղել եք դպրոցում, որը հիմնանորոգված է, թե որը արդեն իսկ հիմնանորոգված եւ կահավորված դպրոցում եք եղել։ Բայց այստեղ այլ հարց է հետաքրքրում, ինչ կահավորում պիտի լինի եւ ռմբապաստարանների մասով մենք միշտ մարզերում հատկապես, կարծում եմ Երևանում էլ այդ խնդիրը ունեցել ենք։ Արդյոք նոր դպրոցների ու նոր մանկապարտեզների դեպքում առաջնահերթություն է դա համարվելու։ Տեսեք, նախ սկզբի համար կուզեմ խոսել թվերի մասին, թե ինչ ունենք այս բանը։ Այո, թվեր մեր հանրությունը շատ է սիրում։ Թվերի մասին խոսենք, որքան էլ փորձեցին այս ընթացքում, գիտեք, ես շատ հաճախ եմ ասում, կես կատակ, կես լուրջ, որ ապրում ենք մի ժամանակահատվածում, որտեղ մեզ ոչ թե մեղադրում են դպրոցներ չկառուցելու մեջ, այլ մեղադրում են դանդաղ կառուցելու, ասում են, այո, կառուցում եք, բայց կարծես դանդաղ է տեմպը եւ այն ինչ խոստանում էիք, հա, կառավարության ծրագրով 300 դպրոց, 500 մանկապարտեզ, այ կարծես թե չեք հասցնելու, ես ուրախությամբ պիտի ասեմ, որ Գիտեք, ինչու են ձեզ շատ մեղադրում, Տիկին Ազարյան, որովհետև այս իշխանությունը եկել էր չհամեմատվելու համար երբեք, այլ փոխելու հիմնովին։ Գիտեք, իրականում ինչ որ մի չափով համամիտեմ ինչու ձեր հետ, որովհետև եղել է մի ընթացք, երբ խոսույթում շատ եղել է, այո, որ իմ գործընկերների գուցե եղել է խոսույթի մեջ հետևյալ ձևակերպումը, որ նախկինում, բայց իհարկե մենք հղում ենք տվել նախկինին, որպեսզի նաև օրինակ բերենք, որ ներկայում այսպես է։ Շատ հաճախ ստիպված եւ պահի բերումով ես դու հիշում եւ հետ գնում անցյալ, ասում որ նախկինում այսպես էր, հիմա այսպես է։ Իհարկե ես հիմա խոստումներին հղում։ Իհարկե խոստում եմ հիմա հղում տալ, որ նախկինում այսպես, բայց ուրախությամբ պիտի ասեմ, իհարկե, պարշճակատով, որ 300 դպրոցների ծրագիրը մինչև տարեվերջ ամբողջապես ծածկված է լինելու։ Դա հրաշալի է, Եվ ինչ է նաև ստացվում, պարզվում է, որ այս 300 դպրոցը, որ ավարտենք, եւս 300-ը պիտի հիմնանորոգվի։ Այդ 300-ից հետո եւս 300-ը պիտի հիմնանորոգվի։ Մանկապարտեզների ծրագիրը, եթե չեմ սխալվում, 500, եթե չենք ավարտել, ապա առաջիկա ամիսներին ավարտին կհասնի այն մանկապարտեզները, որոնք արդեն իսկ պիտի գնան հիմնանորոգման, արդեն կարելի ասել, էս էլ ենք ծածկում թվերի առումով, դպրոցների մասով։ Այն դպրոցները, որոնք հիմնանորոգվում են, նաև այն դպրոցները, որոնք չեն հիմնանորոգվում կամ վերակառուցվում են կամ զրոյից են կառուցվում, նաև ունենք դեպքեր, կան դպրոցներ, որոնք քանդման ենթակա են եւ պետքա միավորվեն, ինչը
էլի եւս թիրախավորվեց տարբեր քաղաքական սկսնագործիչների կողմից, որ այդ դպրոցներ եք փակում, եւ այդքանն է, այսինքն վերնագիրը եթե կարդում է քաղաքացին, ընկալումը հետեւյալն է, որ այս իշխանությունը դպրոց է փակում, այնինչ իշխանությունը 300 դպրոց, որը երկար տարիներ մասնագիտական ձեռք չի տեսել, շինարար չի մտել այդ դպրոց, խայտարակ պայմաններում ես, դուք վստահ եմ, եթե ոչ դուք, ապա ես վստահ կարող եմ ասել այն դպրոցը, որտեղ ես սովորել եմ եւ ամիսներ առաջ գնացի արդեն որպես падգամավոր տեսնելու ինչ է կատարվում այդ դպրոցում, իսկապես չեմ ճանաչել այդ դպրոցը դրական իմաստով։ Ես նշում հագեցած էր գույքով, հագեցած էր այն բոլոր անհրաժեշտ համակարգչային տեխնիկաներով, հատուկ նախատեսված քիմիայի կաբինետով, տեխնոլոգիա եւ այլն այն բոլոր, մանր չնչին դետալներից սկսած մինչեւ գլոբալ հարցեր եղել է ուշադրության կենտրոնում եւ երբ խոսել ենք դպրոցաշինության մասին, մենք միայն պատերի մասին չենք խոսել։ Մենք գիտեք, շատ մեծ կտոր է նաև հագեցնել այդ դպրոցները, հագեցվածությունը ծածկել։ Դա շատ ծախսատար խնդիր է, որտեղ եթե մենք խոսում ենք կոպիտ ասած այդ սիրուն պուպուշ պատերի մասին, ներսը ֆունդամենտալ եւ զրոյից անելու անելիք է եղել, այսպես ասած։ Չգիտեմ տեղյակ եք թե չէ, նոյեմբերյան քաղաքում կա 2 դպրոց, որոնցից մեկը հիմնովին քանդվել էր ու այդ ժամանակ ես քանի որ այդ քաղաքից եմ ծնունդով, դժգոհություններ շատ քանդվել նկատի ունեք սեյսմիկ նկատի ունեք քանդվել էր հիմքից վատ պայմանների պատճառով։ Ես որքան եղել եմ այդ դպրոցում, ինքը իրականում անշուք դպրոց էր, չեն կարող ասել, որ վերջին պայմաններով հագեցված էր, չգիտեմ, կահավորված էր, բայց հիմնովին քանդել է, այդտեղ բավականին մեծ խնդիրներ առաջացրեց հատկապես ուսուցիչների կողմից, երեխաների կողմից, շատերը արձագանքում էին, էմոցիոնալ ֆոն անցնենք, էլի ասում էին, որ մեր հուշերը կարծես թե զրոյանում են, մենք մոռանում ենք այս դպրոցի մասին, բայց կարծում եմ այդտեղ զուտ հիմնանորոգման կարիք կար, ինչու կան դպրոցներ, որոնք հիմնովին են փոխվում։ Ինչն է խնդիրը։ Տեսեք, նախ սեյսմիկ գնահատում է տեղի ունենում բոլոր դպրոցներում, եթե ես չեմ սխալվում, որպեսզի պարզ դառնա եւ վերջնական, ակնհայտ դառնա, դպրոցը հիմնանորոգման ենթակա դպրոցը քանդման ենթակա եւ նորից զրոյից, վերակառուցման անհրաժեշտություն ունի, թե առասարակ պիտի քանդենք, միավորենք 1-2 դպրոց միավորենք իրար։ Այս դեպքում այն դպրոցը, որը մատնանշում եք դուք, իհարկե ես խնդրեմ ձեզ հարցազրույցից հետո կամ հիմա ինձ նշել, որ դպրոցն է, որպեսզի ճշտում կատարեմ, վստահ եմ, որ ընդգրկված է այն ցանկում, որը պիտի հիմնանորոգվի, բայց եթե հիմնանորոգվում է, պարզապես այսինքն այս ընթացքում հիմնանորոգման տակ է գտնվում։ Այո, ընթացքի մեջ է, որ հիմնովին քանդվել ու նորից է կառուցվում։ Դրա պատասխանը մեկն է, սեյսմիկ փորձաքննության ընթացքում պարզ է դարձել, որ տարբեր աստիճանների, չէ, սեյսմակայունության տեսանկյունից ակնհայտ է դարձել, որ դպրոցը պարզապես վթարային։ Գիտեք, այդտեղ կարելի է ստացվել, հետո մեզ կմեղադրեր ընդդիմությունը, որ այդ փողերի լվացում է տեղի ունեցել, դպրոցը կասեին այդ վատ հիմքերից թույլ դպրոցը պետք էր քանդել, զրոյից կառուցել, դուք փողեր լվացրիք, ուղղակի սիրուն պուպուշ պատերը ամրացրեցիք։ Վստահ եմ, որ լավագույն շահից ելնելով երեխաների լավագույն շահը եղել է դպրոցը քանդել եւ զրոյից կառուցել ավելի ամուր պատեր սեյսմակայուն դպրոց ունենալու համար։ Ռմբապաստարանների մասով ապաստանների մասով տեսեք այն բոլոր հիմնականում առնվազն իմ փորձը որ թույլ է տալիս ինձ ասել համակարգել եմ նախորդ իմ պաշտոնի բերումով երբ համակարգել եմ համայնքային մանկապարտեզները պիտի ասեմ որ բոլոր մանկապարտեզները դե գիտենք սովետից, չէ, այդ չափորոշիչները, մնացած այսպես ասած սովետական տարածքները, խմբասենյակները, ել չեմ ասում այգիները, որոնք նախատեսված են եղել մանկապարտեզների համար, բոլորը նախատեսված ունեն ապաստարաններ, այսպես նկուղային հարկեր, որոնք պիտի ասեմ, որ 2-3 տարիների ընթացքում նախորդ 12 վարչական շրջաններում հսկայական աշխատանք կատարվեց այս իմաստով, այսինքն այն նկուղները մանկապարտեզների եւ ոչ միայն դպրոցների մասով իհարկե չեմ համակարգել, բայց
տեղյակ եմ, Երևանի քաղաքապետարն էս իմաստով հսկայական աշխատանք կատարեց, որովհետև կային մանկապարտեզներ, որտեղ ես անձամբ եմ այցելել հայ համակարգման ենթակայության ներքո մանկապարտեզներում պարզապես մտնել հնարավոր չէր, որովհետև միտեղ ունեինք դեպք, որտեղ օրինակ նաև հոակներում երաժշտական դպրոցներ կային, սպորտ դպրոց, մշակույթի տներ, որտեղ պարզապես 2-3 մետր հավատացած եղեք, որ 2-3 մետր հողածածկույթ կար եւ այդ հողը պարզապես դուրս ենք բերել մի քանի օր, գույք, դուրս գրված կահույքներ, այնտեղ գույքեր, խոթանված, հա տարբեր իրեր, որոնք դուրս են բերել եւ պատշաճ տեսքի են բերվել, օրինակ կարող եմ ասել, որ Երևանի մասին եմ հիմա խոսում ես, Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում այս հարցը հատկապես հետ պատերազմյան, հա, պատերազմից հետո երբ շեշտը դրվեց եւ ավելի մեծ կարեւորություն տրվեց այս խնդրին, իհարկե հարցեր, որոնք չես նկատում նախկինում եւ պատերազմից հետո վերանայվել է եւ դուրս է բերվել, գույքագրվել են այս խնդիրները եւ այդ մասով աշխատանքներ տարվել են եւ կարող եմ ասել, որ այս պայն համայնքային մանկապարտեզները, դպրոցները եթե ոչ 90%-ով, ապա 85%-ով պատշաճ տեսքի են բերված, այսինքն Աստված միարասե, վստահ եմ, որ այն օրակարգով, որով գնում ենք, որ չի լինելու վստահաբար այս խնդիրը, ապաստարանները կիրառելու, եթե խոսում ենք ոչ տարերային աղետների մասին, եթե չենք խոսում, եթե խոսում ենք պատերազմի մասին, ապա գնում ենք մի օրակարգի հետևից, որ վստահաբար չպիտի անհրաժեշտություն լինի այդ համատեքստում կիրառել, օգտագործել եւ հիշել ապաստարանների մասին։ Տիկին Ազարյան, իսկ դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման ֆոնին հոսք նկատում եք դեպի մարզեր, այն գյուղեր, որտեղ այդ խնդիրը միշտ եղել է։ Երեխան սովորողների մասին է խոսքը։ Այո, ընտանիքներ, ովքեր պատրաստ են գնալ այդ խնդիրը ժամանակին եղել է, դուրս են եկել օրինակ գյուղից կամ պատրաստ են գնալ այդտեղ բնակություն հաստատել։ Իհարկե չունեմ նման ստատիստիկա, հարցնում, որովհետեւ ընդդիմադիր կողմից, եթե չեմ սխալվում, քննադատություն էր հնչում, որ դպրոց են կառուցում մի գյուղում, որտեղ անգամ երեխաներ չկան։ Ես այդ քննադատությունը լսել եմ, դրա համար կառուցում միավորում ենք դպրոցները, ասում են վատ է։ Կառուցում ենք 50 հոգու համար նախատեսված դպրոց, ասում են փողերի լվացում է։ Եվ ընդ որում, գիտեք, այն ինչ նշեցիք, շատ լավ հիշում եմ, ով էր ասում, մի սկսնակ քաղաքական գործիչ օրինակ մի դպրոցի ֆոնին կանգնած տեսանյութ էր պատրաստել եւ գիտեք, այս երբեմն թույլ չես ուզում տալ իսկապես անցնել այդ գիծը եւ ասել բացեր երեխաներին չեն սովորում Երևան քաղաքի լավագույն մասնավոր դպրոցներում, որտեղ աստղաբաշխական ուսման վարձեր են, այսպես ասած, պտտվում։ Եվ կանգնել այդ ֆոնին եւ հարց տալ, օրինակ դու քո երեխային այդ դպրոց ինչ խղճով կտանեիր սովորելու։ Բայց պետությունը խիղճը չի կորցրել եւ ուզում է այնպիսի պայմաններ ստեղծել երեխաների համար, որտեղ առնվազն երեխան սիրով կգնա եւ գիտելիքներ կգեներացնի։ Եվ գիտեք, շատ ես կողմ չեմ այն ձևակերպման հետ, որը հաճախ ես էլ եմ լսել իմ տարիքում, երբ ասում են կարևորը պատերը չեն, կարևորը թե դու ինչ կսովորես այդտեղ։ Դա գիտեք ֆունդամենտալ խնդիր է եւ այդտեղից շատ մեկ այլ խնդիրներ են ծնվում տրամաբանորեն։ Այդտեղ վատ պատերի ներքո սովորող երեխան հոգեպես ճնշված երեխա է մեծանում։ Շատ լավ տեղ մենք եկանք հասանք, որովհետև ես ուզում էի խոսենք այն մասին, թե արդյոք հավասար պայմաններում է այդ դեպի բուհ տանող ճանապարհը, այսինքն մարզում ապրող եւ կրթություն ստացող երեխաները եւ Երևանում, Երևանին մոտ այնքան ներդրում, որքան արվել է մարզերում այս ընթացքում աննախադեպ ծավալի ներդրումներ են արվել կրթության ոլորտում, ընդ որում նաև քանի հիշել եմ սա պարտադիր ասեմ, երբ նաև մեզ մեղադրում էին, որ այս իշխանությունը հուշարձանների պահպանության հարցում հասան մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր դուրս եկան եկեղեցիներով, տարբեր հատուկ պահպանվող տարածքներով, ես ուզում եմ ասել, որ 30-ից ավել հատուկ պահպանվող տարածք, որի մեջ մտնում է հուշարձաններ, 40
ներողությամբ 40 եւ ավել հուշարձանների պահպանության եկեղեցաշինության հարցում այս իշխանությունը ես հիմա երկար օրինակ կարող եմ հեռախոսը բացել եւ թվարկել քանի եկեղեցի, քանի հուշարձան խնամքի է այսպես ասած ենթարկվել մեկի դեպի տանող ճանապարհն է հիմնանորոգվել, հաղարծինի տանող ճանապարհը, լուսավորությունը, մյուսի, չգիտեմ, պատերը, սյուները, այսինքն, գիտեք, մեղադրել այսքան երկար մի բանի մեջ, որտեղ ակնհայտ մեղադրելու ոչինչ չկա, ոչ մի կտոր չես կարողանում գտնել, եւ հավասար պայմանների մասին խոսելուց հարցը խնդրում հիշեցրեք։ Հետաքրքիր է արդյոք Երևանում կրթություն ստացող ու բուհ տանող այդ ճանապարհին արդյոք հավասար պայմաններ են ստեղծված կամ գոնե ծրագրեր կան հստակ, որ օրինակ անուններով կնշեք, որ ամեն ինչ փորձում եք անել, որպեսզի հավասար պայմաններում այդ կրթությունը լինի, որքան այնքան դպրոց, որքան մարզերում է հիմա հիմնանորոգվում աննախադեպ ֆանտաստիկ են ուղակի թվերը եւ ես պաշտոնապես կարող եմ ասել որ չկա մի համայնք որտեղ հիմա մենք գնանք երկուսով մտնենք եւ այդտեղից շինարարության ձայն չլսվի միտեղ սպորտ դպրոց է կառուցվում միտեղ մշակույթի տուն է կառուցվում միտեղ մշակույթի տուն որը տասնյակ տարիներ չի շահագործվել եւ այն ծառայել է որպես, չգիտեմ, ինչ որ հավաքներ գյուղացիների համար, հա գյուղաբնակների համար, որովհետեւ հավաքվելու զրույցներ պարզապես զրույցներ ունենալու միջոց, հիմա այդ մշակույթի տունը ծառայում է որպես մշակույթի տուն։ Միտեղ մանկապարտեզ է հիմնանորոգվում, միտեղ դպրոց, այսինքն այնքան հավասար է պայմանները, որոնք բաշխված են, որոնք տեղի են ունենում, հա, այս բոլոր ռեֆորմները եւ պարզապես էլի եմ ասում գնալ այսքան դիլեմաներ ստեղծել, այսքան գնալ այս թեզերի հետևից, որ անհավասար են պայմանները, նորից Չէ, ես ուղղակի հարցնում եմ հասկանալու համար։ Եթե կա տեսակետը վստահաբար իրականության հետ աղերս չունի, որովհետև էլի եմ կրկնում, արյուծի բաժին եւ այն մեծ կտորը եւ շեշտադրումը արված է դեպի մարզեր։ Եվ նաեւ երբ ասում եք արդյոք գրավիչ դառնում է այս համատեքստում գնալ այն ընտանիքները, ովքեր հենց այս խնդիրներից ելնելով եկել են Երևան, գնալ իհարկե չունեմ ստատիստիկա, ես նման գնում են թե ոչ, բայց զուգահեռ կարծում եմ նաև խթան է դառնում, օրինակ եկամտահարկով, հա, երիտասարդ ընտանիքների նաև աջակցելու եւ բնակարաններ ձեռք բերելու համատեքստում երիտասարդներին նաև սա է մոտիվացնում։ Գնալ մարզերում, չէ, գիտենք, որ առաջիկայում ամբողջապես դուրս կգա Երևանից, այսինքն փուլ առ փուլ եւ զոնավորմամբ, հա, զոնաներով դուրս կգա Երևան քաղաքից եկամտահարկով ձեռք բերելու բնակարան ձեռք բերելու այս գործընթացը Երևանը բեռնաթափելու ծրագրեր են նաև ճիշտ եմ հասկանում նաև ինչու ոչ այս համատեքստում նաև ակադեմիական քաղաքի մասին ես չգիտեմ ինչու նաև հիշեցի պիտի ուրախությամբ նշեմ որ սեպտեմբեր ամսին կսկսվի ակադեմիական քաղաքի արդեն իսկ այսինքն դուրս ենք եկել այդ բոլոր փուլերից համագործակցությունների քննարկումների աշխատանքային քննարկումների միջազգային հա ընկերությունների եւ այն բոլոր կազմակերպությունների ովքեր ընդգրկված են դուրս են եկել այս փուլից եւ սեպտեմբեր ամսին սկսվում է կառուցման փուլը քննադատությունները կսկսվեն պատրաստ եք քննադատությունները սկսվեցին եւ ավարտվեցին այնտեղ երբ տարբեր ընդդիմադիր շրջանակներ ես ոնց են ասում այսօրվա պես հիշում եմ այն գրառումները այն տարբեր լրատվականներում այն վերնագրերը որտեղ նշվում էր այ կոնսերվատորիայի շենքը քանդում են տեղը հյուրանոց են կառուցելու եւ ձեզ ստում են թե պիտի ակադեմիական քաղաք կառուցեն ժողովուրդ ջան այս աղսուտ է մեկը իր կազինոն է բացելու հա խաղատունն է բացելու մյուսը գալու է չգիտեմ բրուսովը քանդելու են փոխարենը լինելու է հյուրանոց կոնսերվատորիայի շուրջ շատ երկար է խոսակցությունը շարունակվեց բայց այդ խոսակցությունները ինչպես եւ մյուս խոսակցությունները գնում են պատին կպնում եւ ընկնում գետնին եւ ինչպես ես ասացի սեպտեմբեր ամսին մենք շինարարության ձայն կլսենք ակադեմիական քաղաքի Ես անդադար չեմ ուզում քաղաքականացնել ու ավելի քաղաքական դաշտ բերել բայց ձեր խոսույթը տանում է դրան գիտեք ինչու են այդպես ասում Տիկին Ազարյան որովհետեւ Արցախի հարցը քննարկենք էլի կրթությունից անցնենք որովհետեւ
երբ դուք նոր եք գալիս իշխանության, ձեր թիմ Արցախի մասին բացարձակ այլ թեզեր էին շրջանառվում ու հիմա բացարձակ այլ բան է դուրս եկել։ Օրինակ, որպեսի բամբասկոտություն չլինի եւ ես իմ էջում չգրեմ, միանգամից այս տաղավարից ասեմ, էլի, ամեն դեպքում Արսեն Թորոսյանը կարծես հրապարակում էր արել Ղարաբաղը գրելով Ադրբեջանի Հանրապետություն, հաշտեք դուք դրա հետ։ Առնվազն, գիտեք, սիրելի Մոնիկա, առնվազն եթե ներկայացնում եմ, չէ՞ սկզբում ինձ ներկայացնելուց ասացիք, որ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ խմբակցության պատգամավոր եմ, առնվազն այն ճանապարհը, որով գնում է իշխող մեծամասնությունը, ես առնվազն եւ դրամաբանորեն շատ բանալ բան եմ ասում, գուցե ես գնում եմ այդ նույն ճանապարհով եւ որովե խաչմերուկում աչ կամ ձախ չեմ թեքվել եւ չեմ թեքվում։ Եվ գիտեք, շատ երկար ժամանակ ընդդիմությունը հողում էր տալիս, այ այսինչ թվին, այսինչ օրը, այսպես էր ձեր ձևակերպումը, այսինչ թվին, այսինչ օրը, այ այսպեսին էր ձեր ձևակերպումը։ Բայց մենք չենք մնում օրինակ 2021 թվականի հունվար ամսի մեջ, մենք չենք մնում 23, մենք չենք մնում 20, մենք 26 թվականի, 2026 թվականի փետրվարի, եթե չեմ սխալվում, 2-ն է, եւ ինչ ունենք մենք։ Մենք ունենք մի իրականություն, ոչ թե իրականություն, հիմա կգանք իրականությունը։ Մենք ունեինք, օրինակ, 2025 թվականի կեսեր, երբ մի ամբողջ ընդդիմություն եւ տարբեր ընդդիմադիր շրջանակների լիդերներ ասում էին այ թուրքը գալու է նստի ձեր տանը միջանցքը տալու եք ադրբեջանցիները գալու են ձեր քթի տակ ապրեն հողեր են նախապատրաստում երբ խոսում էինք թրիփ նախագծի մասին մեզ ասում էին դե հա վատ չի բայց օտարին հող եք տալու օտարելու եք հողերը գալու են այստեղ իրենց պրոյեկտներ իրենց այդ իդեաները գաղափարներն են իրականություն դարձնելու պարզվեց որ կառուցապատման իրավունքով 50 տարի այստեղ թրիփ նախագիծը կյանքի է կոչվելու, որտեղ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև երկար ժամանակ նաև թիրախավորում էին, որ տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, ինքնիշխանությունը կորցնելու ենք, պարզվեց այն նախագծի տեքստում ինչ արտացոլվում է, բնավ չի չենք կորցնում, եւ առնվազն 9 անգամ նշվում է, որ այս ամենը ինչ սևով սպիտակին ամրագրված է, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում Մի քանի թեզ նշեցիք դուք եւ ավարտելով, հա, ավարտելով այս միտքը ընդդիմությունը շատ իդեպ ասեմ ձեզ, շատ հետաքրքիր բան եմ նկատում այս վերջերս, հատկապես վերջին քառորյա նիստերի ընթացքում իհարկե սպասելի էր, որ ընդդիմությունը գալու է եւ նույն էնտուզիազմով չի մոտենալու ամբիոնին եւ չի ասելու նորից ժողովուրդ արթնացեք տալիս են, պարզ էր, որ ասելիք չի մնացել, որովհետև մի բան էլ Հայաստանը 26% այստեղ մասնաբաժին է ունենալու, ստեղ էլ սկսեցին թիրախավորել, որ այ այդ չնչին կտորը 26% գումարած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, турքերը, այսինքն ամեն ինչ գալու է պետական բյուջե, որը էլի այդ 26%-ը դառնալու է մանկապարտեզ եւ դպրոց, դառնալու է ճանապարհ, դառնալու է մշակույթի տուն, դառնալու է սպորտ դպրոց։ Եվ գիտեք, երբ նայում ենք ներդրումային ծրագրի տեսանկյունից, ներդրման տեսանկյունից, այդ նույնն է, որ հիմա երկու ընկեր, օրինակ, ես եւ մեկ այլ իմ գործընկեր, որոշենք, որ իրար հետ մենք բիզնեսմեններ ենք, ներդրողներ ենք, ուզում ենք բիզնես իրար հետ անել։ Իմ գործընկերը հակառակ կողմից ինձ ասում է, որ ինքը ունի մեծ գումար, ունի գաղափար, ներդրումային գաղափար։ Ես, որպես իր, այսպես ասած, առաջիկայում, հա, հավանական իր գործընկեր, պարտնյոր, ասում եմ, ես կիսում եմ քո գաղափարը, ես էլ ունեմ հողակտոր։ Եվ համաձայնություն ենք ձեռք բերում, որ այն ներդրումային գաղափարը, որը գոյություն ունի, իմ գործընկերոջ գլխում, մենք կյանքի կոչենք, բայց
տրամաբանորեն նաև արդարացի է, չէ, որ այս դեպքում 74%-ը պիտի 74%-ին պիտի տիրապետի այն կողմը, ով ներդնում է այդ գումարը եւ գաղափարն է, այսպես ասած, բխեցրել, գաղափարի տերն է, իսկ ես 26% եմ շահում, որտեղ առաջարկում եմ, ընդ որում ես իմ տարածքը չեմ վաճառում իմ գործընկերոջը, ես կառուցապատման իրավունքով տալիս եմ իմ հողակտորը, որտեղ նաև որոշումների կայացման հարցում իմ դերը վճռորոշ է լինում։ Որոշումներ կայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը ունենում է վճռորոշ դեր, նաև սահմանային մաքսային տարածքում տոտալ վերահսկողությունը Հայաստանի Հանրապետությանն է, ինչը նաև թիրախավորում էր։ Պարոն Եղոյանի հետ այս հարցը մենք նորից քննարկել ենք եւ ձեր բոլոր թիմակիցների հետ ես աշխատում եմ այս հարցը քննարկել, որովհետեւ չեմ ստանում այն պատասխանը, որ ուզում եմ որ ստանամ։ Եթե պարոն Եղոյանի հետ չեք ստացել պատասխանը, ենթադրում եմ։ Ջերմուկի հատվածում մենք ունենք տարածքներ, որոնք թշնամական վերահսկողության տակ են։ Ինչ է արվում այդ ուղղությամբ։ Կան հստակ մոտեցումներ, ծրագրեր, աշխատանք եւ այն մասով, որ չգիտեմ, մեզ վնաս չեն ամեն դեպքում ադրբեջանական այս համագործակցությունները, Ադրբեջանի հետ համագործակցությունները։ Ակնհայտ է, Ինչու եմ ասում, տեսեք, ադրբեջանական կողմից այն թեզերը, որոնք այն մասին են, որ մենք գուցե, չգիտեմ, մեքենաներով գանք եւ ոչ տանկերով, դրան շատ նորմալ է վերաբերվում ձեր թիմը եւ արևմտյան Ադրբեջան թեզը բացենք էս, եթե Ալիևը ասում է ես տանկերով չեմ գալու Երևան, ես մեքենաներով կգամ, սա արդյոք ագրեսիայի դրսևորում է, չէ՞, սա մեկ էլ բանի դրսևորում է, որ օրեր առաջ ադրբեջանական բենզին գալիս են Երևանում ինչ անեն ադրբեջանցիները, կարծում եք դա կհանդուրժի հայ հանրությունը։ Այստեղ գիտեք մենք մոտ տեսեք երևի 40 րոպե խոսում ենք կրթության մասին, չէ՞, խոսում ենք, ըստեղ էլ մենք մեր ընկալումների մասին պիտի մտածենք, մենք պիտի հետ գնանք եւ երկար տարիներ այն ընկալումները եւ այն պատկերացումները, որոնք ընդ որում երկու երկրներ, ես չեմ խոսում այն Հայաստանի մասին, երկու երկրների տարբեր շերտերի եւ սենոդների մեջ ներարկել են, մենք ստեղ անելիք ունենք, մենք ստեղ իսկապես խորը բաց ունենք եւ մենք պիտի մտածենք այս մասին, մենք ես իսկապես ես հիմա խոսում եմ իմ մասին, խոսում եմ ինձ որպես ծնող, որպես մայր, իմ երեխայի հետ այս թեմաներով հարաբերվելու մասին, մեր խոսակցության տեքստի որակի եւ բովանդակության մասին, ես օրինակ եթե իմ երեխայի հետ, ես երեխան իմ 7 տարեկան է եւ երբեք իմ երեխան չի լսել միտք որը մոտապես հետևյալ բովանդակության մասին է գնանք մորթենք Թուրքին, մորթենք Ադրբեջանցուն, նա մեր թշնամին է մենք ստեղ անելիք ունենք եւ խոսեցինք այդքան կրթության մասին այդ դպրոցներում որտեղ այդ սիրուն, հա, հարմարեցված, կահավորված մաքսիմալ կոմֆորտ զոնային ապահովում մեր երեխաների համար երկու երկրները ոչ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը պիտի խոսեն սենունդների հետ ես միշտ կողմ եմ եւ կարծում եմ adekvat մարդիկ կողմ են որ այո եւ այդ մոտենու մասին չխոսվի բայց այստեղ խնդիրը գիտեք որն է տիկին ազատ ես ասեմ չմոռանամ էլի ամեն դեպքում խոսել այն մասին որ մենք այնքան պաշտպանված ենք լինելու այնքան պատրաստ ենք լինելու որ այդ թշնամին ով էլ որ ուզում է ինքը լինի ինքը երբեք չկարողանա համարձակություն ունենա այդ մորթելու փորձերը անի ոչ ոք այստեղ չի խոսում մորթելու մասին պաշտպանվածությունից եւ խաղաղության մասին խոսելուց արդյոք ցուցիչ չէ այն որ առնվազն 2 տարի սահմաններին չկա գրակոց չունենք հակառակորդի կողմից ես հիմա իսկապես մի հատ եկեք հարց տանք մեզ 2-3 տարի առաջ իմ համար իսկապես իմ համար սա առնվազն մոտ չէր լինի իրականությանը երբ ինձ համոզեին ասային գիտես 2 տարի հետո կրակոցներ չեն լինելու եւ Ալիևի խոսույթը շեշտակի տարբերվելու է իսկապես փոխվել է նաեւ իր խոսույթը այն ագրեսիան այն ընդգծված նոտաները բացասական որոնք հնչում էին երբ հանդիպումը տեղի էր ունենում դրական կուլմինացիայով եւ 10 օր հետո լրիվ այլ բան էինք տեսնում իր լսարանի համար հա իր հասարակության համար մենք լրիվ այլ բան էինք տեսնում հիմա հատկապես խաղաղության նախաստորագրումից հետո թրիփ նախագծից հետո որը հրապարակային դարձավ
պարզապես անհնար է չնկատել, որ բան է փոխվել դրական իմաստով եւ այս փոխված բանը, ինչի մասին խոսում ենք, շատ շոշափելի է եւ ես վստահ եմ, որ այն կարևոր ցուցիչը, որը մենք ամեն օր արթնանում եւ տեսնում ենք, իսկապես ես ինքս երկար ժամանակ վերջերս հետ եմ գնում, հիշում եմ ինձ 2-3 տարի առաջ, երբ նույնիսկ ինձ համար էր այնքան հեռու էր թվում եւ այնքան անիրատեսական, որ մենք գալու ենք մի իրականության մեջ ապրելու, որտեղ նստում են երկխոսության եւ կլոր սեղանի շուրջ, բանակցային սեղանի շուրջ եւ որտեղ միայն դրական ճանապարհով եւ դրական բանի մասին են խոսում այս երկու երկրները, ինչպես նաեւ այսպես ասած երրորդ երկրի բացարձակ աջակցությամբ։ Քանի որ կան հարցեր, որոնք պետք էր քննարկել, մենք չհասցրեցինք 40 րոպեն հատել ենք։ Ես առաջարկում եմ մենք շարունակենք հաջորդ անգամ։ Սիրով։ Նոր հարցեր ավելացած կլինեն։ Սիրով։ Այս անգամ հերթ հասավ նաև խորը քաղաքական հարցերին։ Ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ առաջին խոսափողի մոտ Ջուլիետա Ազարյանն էր, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Կհանդիպենք վաղը, լավ եղեք։